Բարև ձեզ, սա օրվա թեման է, մենք այսօր հաղորդումը նկարանում ենք մի փոքր այլ ձևաչափով, գտնվում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում եւ ես այսօր կզրուցեմ Իրան-Հայաստան առևտրի պալատի գործադիր տնօրեն Գասպար Ամիրխանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ամիրխանյան։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք մեզ Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պարոն Ամիրխանյան, նախ սկզբից ներկայացրեք ինչ գործառույթ է իրականացնում Իրան-Հայաստան առևտրի պալատը։ Նախ բարի գալուս Թեհրան, հույսով եմ, որ ձեր առաքելության մեջ հաջողություն ունենաք եւ վերադառնում եք Երևան, կարողանաք այնինչ որ հարկն է փոխանցեք մեր Հայաստանում ապրող հետևորդներին ծերը։ Իրան-Հայաստան առևտրի պալատը հիմնադրվել է 1990-ականներին, շուրջ 32 տարվա անցյալ ունի, հիմնականում զբաղվում է Իրան-Հայաստան տնտեսական կապերի, առևտրական կապերի ընդլայնմանը, փորձում է տարբեր ցուցահանդեսներ կազմակերպելով, համաժողովներ կազմակերպելով, երկու երկրների գործարարներին իմի բերել, ծանոթացնել միմյանց հետ, փորձում է հնարավորինս երկու երկրների միջև այդ առևտրի ծավալը ընդարձակել, բարձրացնել իր հնարավորության սահմաններում։ Արի տեղեկություն ձեզ ասեմ, որ հիմնադրման օրվանից մինչ այսօր հիմնականում նախքան COVID-ի տարածվելը Իրան-Հայաստան առևտրի պալատը շուրջ 17 ցուցահանդեսներ է կազմակերպել Երևանում, որտեղ ներկայացրել են իրանական տարբեր արտադրողների արտադրություններ, բավականին դերակատար է եղել այդ ցուցահանդեսները երկու երկրների մեջ առևտրական կապի ամրապնդման մեջ։ Հիմնականում այսօր մեր առևտրի պալատը ղեկավարում է ընդհանուր ժողովից ընտրված ղեկավար կազմը, արդեն շուրջ 7 տարի է պալատի նախագահն է պարոն Հերվիկ Յարիջանյանը, որը մեծ հեղինակություն է վայելում թե իրանական առևտրական շրջանակներում եւ թե պետական շրջանակներում։ Ինքը իր սեփական արտադրությունն ունի, որի բերումով լավ կապերի մեջ է իրանական տարբեր արդյունաբերողների հետ։ Պարոն Ամիրխանյան, ինչպես կգնահատեք Հայաստանի եւ Իրանի տնտեսական կապերը, արդյոք օգտագործում է այն լիարժեք, արդյոք օգտագործում է այն ներուժը, որ ունեն երկու երկրները, լիարժեք օգտագործվում է թե չէ ձեր կարծիքով, թե կան ավելի լայն հնարավորություններ, սակայն չի օգտագործում եւ եթե չի օգտագործում, որոնք են այդ խնդիրները, որոնք են խոչընդոտները։ Հաստատ կարող ենք մատնանշել, որ մեր երկու երկրների տնտեսական ներուժը չի օգտագործում ամբողջությամբ։ Հիմնական խոչընդոտը այստեղ ենթակառուցվածքների հարցն է, մասնավորապես Հայաստանի սահմաններից ներս, այսինքն անմիջապես մեր Նորդուս սահմանը, որը հարակից է Ագարակի կամ Մեղրի մաքսակետի հետ, ճանապարհը սկսվում է Ագարակից եւ այս վերջին 30 քանի տարիների ընթացքում հիմնականում բեռնափոխադրումները կատարվում են այդ ճանապարհով։ Դժբախտաբար մեծ թերություն կարող ենք արձանագրել, որ այդ շուրջ 396 կիլոմետր ճանապարհը այս 30 քանի տարիներում չկարողացանք կամ միասին կամ Հայաստանի պետություն առանցին հիմնանորոգեր կամ նոր ճանապարհ կառուցել, որպեսզի կարողանանք ավելի արագ հասցնենք բեռները Երևան։ Գիտեք, առի տեղեկություն ասեմ, այսօր շուրջ օրական 300 բեռնատար ավտոներ մուտք են գործում Նորդուս սահմանից դեպի Հայաստան եւ տարբեր ապրանքատեսակներ են փոխադրում Երևան, դրա մի փոքր մասն էլ տրանզիտ է լինում այլ երկրներ, դեպի Վրաստան եւ Ռուսաստան։ Մեր հիմնական խոչընդոտը կարող ենք համարենք այդ խնդիրը, երկրորդ խնդիրը այն սանկցիաներն են, որ արևմուտքի կողմից իրագործվում են Իրանի դեմ, որոնք մեծ
խնդիրներ են հարուցում մասնավորապես դրամի փոխանակման գործում, այսինքն բանկային հարաբերություն այսօր Իրան-Հայաստան գոյություն չունի դժբախտաբար։ Դա կապված է պատժամիջոցների։ Այո, հիմնականում պատժամիջոցներն են, որովհետև հայաստանյան բանկերը Իրանի քաղաքացիների համար ոչ դոլարային եւ ոչ դրամական դոլարային հաշիվներ չեն կարողանում բացել հենց սանկցիաների պատճառով։ Իհարկե Մելլաթ բանկը Երևանում աշխատում է, բավականին փորձում են խորհրդատվություններ տան առևտրականներին փողի փոխանակման համար, բայց դա ուրեմն մեծ խոչընդոտներից երկրորդն է։ Առաջինը ենթակառուցվածքներ, երկրորդը ուրեմն բանկային կապիչ գոյությունը։ Ինչ վերաբերում է երկու երկրների քաղաքական հարաբերություններին, բոլոր ղեկավարները շեշտում են թե Հայաստանի, թե Իրանի Իսլամական Հանրապետության, որ ներկա մոմենտում Իրան-Հայաստան հարաբերությունները իրենց ամենաջերմ շրջանն են անցկացնում, ողջ պատմության ընթացքում անցնող 35 տարիների Հայաստանի վերանկախացումից հետո պատմականորեն մենք կարելի է ասել, որ որոշ ժամանակաշրջաններում մի պետություն ենք եղել, բայց այդ քաղաքական հարաբերությունների համաչափ տնտեսական, առևտրական կապերը չեն ընդարձակվել, չեն ավելի խորք ունեցել, եւ դա մենք գտնում ենք, որ երկու կողմերի կարելի ասել թերություն համարենք կամ փոխադարձ ճանաչողության պակաս համարենք։ Այսօր Իրանի արտադրական բաժինը կարելի ասել մրցունակ արտադրություններ ունի, որոնք կարող են անգամ եվրոպական շուկաներում տեղ գտնեն, բայց Հայաստանի հետ այդ դրամական բանկային կապիչ գոյության պատճառով շատ Հայաստանի առևտրականներ խուսափում են աշխատեն իրանական արտադրողների հետ։ Դա էլ մեր խնդիրներից մեկն է, բայց կա քաղաքական կամք երկու երկրների ղեկավարների միջև, որ այս հարաբերությունները առևտրական շրջանառությունը, որը ներկայիս առավելագույնը ակնկալում ենք, որ հասցնի $800 միլիոն տարեկան շրջանառության, այդ $1 միլիարդ հասցնելու քաղաքական կամքը կա, թե Իրանի կողմից, թե Հայաստանի Հանրապետության կողմից, իսկ երկարաժամկետի համար խոսվում է $3 միլիարդ տարեկան շրջանառության մասին երկու երկրների միջև, դրա ներուժը գոյություն ունի, քաղաքական կամքը կա, մնում է, որ մենք կարողանանք այդ ենթակառուցվածքները եւ մյուս խոչընդոտները վերացնենք, որպեսզի երկու երկրների առևտրականները կարողանան ավելի սահուն լծվել այս աշխատանքին։ Գիտենք, որ այս ընթացքում Հայաստանի հարավում բավական ակտիվ ճանապարհաշինություն է իրականացում եւ հուսանք մոտ ապագայում ենթակառուցվածքների հարցը կլուծվի։ Ինձ մի հարց է հետաքրքրում, թե ինչ են բերում Իրանից Հայաստան եւ ինչ են տանում Հայաստանից Իրան։ Հայաստան Իրանից ուրեմն ներմուծում է կարելի ասել բազմատեսակ ապրանքատեսակներ եւ ժամանակ առ ժամանակ մի որը ապրանքատեսակ գերակայում է մյուսներին։ Օրինակ, այսօր նկատի ունենալով շինարարության բարգավաճումը Հայաստանի տարբեր շրջաններում, մանավանդ Երևանում, բավականին շինանյութ է տեղափոխվում Պարսկաստան։ Քիմիական արտադրություններ, հումքեր, որոշ ժամանակաշրջանում բանջարեղեն կամ մրգեր Իրանից Հայաստան են տեղափոխվում, տարբեր ուրեմն բժշկական սարքավորումներ այս վերջին 5 տարիներում սկսել են իրանական ընկերությունները բերել, իսկ մի ուրախալի երևույթ էլ, որ այս վերջի 3-4 տարիներում նկատել ենք, նկատի ունենալով, որ Հայաստան IT բնագավառում իրապես շատ զարգացած է, բավականին իրանական ընկերություններ հաստատվել են Հայաստանում եւ այդ բնագավառում աշխատանք են ծավալում, որոնք էլ շատ հաջողակ ուրեմն դերակատարություն ունեն Հայաստանի տնտեսության մեջ։
Պարոն Ամիրխանյան, արդյոք ինչ որ բան փոխվել է մաքսային ծառայությունների որակի առումով Հայաստանում, կային նախկինում խոչընդոտներ այդ ոլորտում, որը խանգարում էր գործարարներին շփում, այսինքն լրացուցիչ վարչարական քաշքշուկներ, եթե կային, եւ հիմա արդյոք ինչ որ բան այս ծառայությունում փոխվել է։ Փոփոխությունը նկատելի է, բայց դեռ չենք կարող ասենք, որ 100%-ով գոհացուցիչ է կամ բավարար է։ Այսինքն մենք ակնկալում ենք, որ իրանական կողմի թե բեռնատար մեքենաները, որ մուտք են գործում, թե զբոսաշրջիկները, որ մուտք են գործում, ավելի պատշաճ կերպով իրենց դիմավորեն, ավելի հայկական կողմը ավելի արագացնի այդ թղթապանությունները, որ գոյություն ունեն։ Իհարկե մեր կողմի մաքսատանն էլ դժվարություններ կան, չեմ կարող ասել, որ շատ սահուն է ընթանում ամեն ինչը, բայց մեր ակնկալիքն է, որ քանի որ բավականին Հայաստանյան կողմը իրապես այս 32 տարիների ընթացքում իրանական ճամփան իր համար եղել է կյանքի ճանապարհ, մեր ակնկալիքն է, որ նույն համապատասխան էլ կարողանան վարչարարական տնօրինումներ կատարեն, բարեփոխումներ կատարեն, այս վերջին 7-8 տարիներում բավականին բան է փոխվել, ես անձամբ շատ եմ այցելում Հայաստան, մանավանդ ցամաքային սահմանով, կան դրական փոփոխություններ շատ են, բայց դեռ 100%-ով չեն կարող ասենք, որ ամեն ինչը սահուն է ընթանում եւ խոչընդոտներ չկա։ Այն գործարարները, որ Հայաստանից Իրանի հետ աշխատում են, դժվարություններ չունեն։ Ընկերություններ կան, որ 30-ամյա փորձ ունեն Իրանի հետ աշխատելու, լավապես ճանաչում են Իրանը, օրինակի համար, եթե շինանյութի ընկերություն կա Հայաստանում, որ շինանյութ է վաճառում, իրանական բոլոր արտադրողներին գիտի, ճանաչում է մոտից, Իրանի բոլոր օրինակի համար քարի հանքերը լավապես գիտի, Հայաստանի ուրեմն բիզնեսմենների հատկություններից մեկն է, որ շատ արագ տիրապետում են համապատասխան տեղեկությունների պատշաճ երկրի ուրեմն մասին։ Այն ինչ որ պարզ է, մեր արտահանումը Հայաստան շատ ավելին է, քան մեր ներմուծումը Հայաստանից։ Սա մեր հիմնական այն խնդիրներից է, որ մեր առևտրի պալատի նախագահ պարոն Յարիջանյանը իր բոլոր թե պետական եւ թե մասնավոր հանդիպումները, որ ունենում է իրանական պատասխանատուների եւ գործարարների հետ, դա անպայման մատնանշում է, որովհետեւ եթե մենք չկարողանանք Հայաստանից ներմուծումները ավելի բարձրացնենք, մեր արտահանում դեպի Հայաստան էլ այդ արագ չի կարողանա աճի։ Այդ առևտուրն է, որ մենք հիմա միայն տալիս ենք, չենք ստանում, կամ չենք բերում։ Դրա համար մեր որդեգրած քաղաքականությունը այն է, որ ներմուծումները Հայաստանից կարողանանք բարձրացնենք, ինչքան որ հնարավոր է, որպեսզի կարողանանք փոխադարձաբար մեր արտահանում դեպի Հայաստան եւս այդ պատշաճ մակարդակի հասցնենք։ Ներմուծումը քիչ է, որովհետև հայ գործարարների համար Իրանի շուկան հետաքրքիր չի, թե Իրան պետությունն է որոշակի խնդիրներ, պայմանավորված քաղաքական կառուցվածքի հետ որոշակի խնդիրներ առաջացնում հայ գործարարների համար, ու ընդհանուր դրսի գործարարների։ Քաղաքական դժվարություններ չկա, հաստատ չկա, եթե կան ձեր նշած, որ Իրանը պետական սիստեմ է, ավելի շատ մեր շուկան, մեր տնտեսությունը պետականացված է, դա կարող է դժվարացնի արգելքը, բայց ինձ չի թվում, որ որևէ հայաստանցի գործարար, որ Իրանի հետ աշխատել է կամ արտահանում է կատարել Իրան, դժվարություն է հարուցվել իր համար, ընդհակառակը, բայց սա ընդհանուր առմամբ մեր իրանական պետության քաղաքականությունն է, որ ինչքան կարող է արտահանումը զարգացնի։
Այնինչ մասնագետները, առևտրի բիզնեսի մասնագետները գտնում են, որ եթե չկարողանանք հավասարակշռություն ստեղծենք ներմուծման եւ արտահանման մեջ մի որևէ երկրի հետ, մասնավորապես մեր հարևան Հայաստանի հետ, դա մեր արտահանման ծավալն էլ չեն կարող օրինակ հասցնենք 1 միլիարդի կամ 3 միլիարդ դոլարի, որ նախատեսում եւ այդ մասին խոսում։ Պարոն Ամիրխանյան, գիտեք, տեղյակ եք, որ վերջին տարիներին, 2-3 տարիներին բավական ակտիվ քննարկվում է ճանապարհների ապաշրջափակման հարցը, թե Հայաստան-Ադրբեջան, նաև Հայաստան-Թուրքիայի սահմանի բացման հարցն է քննարկման, ճիշտ է, դեռ արդյունքի այդպես նկատելի չկա, սահմանների բացումը կամ ճանապարհների ապաշրջափակումը կխանգարի թե կօգնի Հայաստան-Իրան տնտեսական գործարար կապերի ամրապնդման համար։ Չի թվում, որ որևէ նոր ճանապարհների բացումը խոչընդոտ լինի մի երրորդ երկրի համար։ Այսինքն Իրան-Հայաստան օրինակ հարաբերությունները, ես մի բան ուզում եմ այստեղ մատնանշեմ, որ վերջին շրջանին Իրանի կառավարությունը որդեգրել է հարևան երկրների հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացման քաղաքականություն։ Ինչպես նաև Հայաստանը։ Այո, եւ այդ ծիրի մեջ Հայաստանը իր կարևոր դերակատարությունը ունի եւ Հայաստան նկատի առնված, այնպես որ ասացի, կա քաղաքական կամք այդ առևտրի ծավալը հասցնել մինչեւ 3 միլիարդ դոլարի մոտ ապագայում։ Այնպես որ չի թվում, որ Հայաստանի առաջարկած այդ խաղաղության խաչմերուկը որևէ ձևով եթե իրագործվի բոլոր հարևանների հետ, որևէ ձևով չի կարող խանգարի իրանական կողմին։ Ընդհակառակը ես կարծում եմ կարող է մրցակցություն ստեղծվի, որը ուղղությամբ դեռ այդ մրցակցությունը չի նվազեցնի ավելի Իրանի եւ Հայաստանի գործարար կապի դեր։ Կարող է կարճատևի վրա ինչ որ բացասական ազդեցություն ունենա, բայց երկարատևի վրա ես կարծում եմ, որ Իրանը նորեն կգտնի իր տեղը Հայաստանում, քանի որ արդեն 30 ու քանի տարիներ է, որ Իրան-Հայաստան այս առևտրի հարաբերությունները գոյություն ունեն։ Այդ հիմա մնում է մեզ իրանական կողմի գործարարներին, պետական սեկտորին, որ ինչպես կաշխատենք այդ իրավիճակից հետո, թեպետ իրանական կողմն էլ բազմաթիվ անգամներ արտգործնախարար, նախագահ շեշտել են, որ կողմ են բոլոր այդ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ճանապարհների բացմանը, բայց բոլորը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության եւ վերահսկողության ներքո։ Շնորհակալություն, պարոն Ամիրխանյան։ Սա հիշեցնեմ, որ օրվա թեման էր, մենք նկարահանումը իրականացնում ենք Թեհրանում, իմ հյուրը Իրան-Հայաստան առևտրի պալատի գործադիր տնօրեն Գասպար Ամիրխանյանն էր, կհանդիպենք առայժմ։